Արվեստաբանություն, աստվածաբանություն, հումանիտար մասնագիտությունները չեն հետաքրքրում դիմորդներին։ Փոխարենն է տնտեսագիտությունը, իրավագիտությունը, բժշկագիտությունը, կիրառական մաթեմատիկան, միջազգային հարաբերությունները շարունակում են մնալ թոփ հնգյակում։ Ապրիլի 15-ից մեկնարկել է 2026 թվականի դիմորդների բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը, եւ մեկնարկից ընդամենը 10 օր անց արդեն նկատվել են հստակ միտումներ։ Կան պետական բուհեր ու ֆակուլտետներ, որտեղ առաջին հայտով դեռևս ոչ մի դիմորդ չի դիմել։ Կրթության ոլորտի փորձագետների խոսքով երիտասարդների շրջանում մշակույթի ու արվեստի հետ կապված մասնագիտությունները շարունակում են մնալ քիչ պահանջված։ Օրինակ, Երևանի պետական համալսարանում սննդի անվտանգության եւ արվեստաբանության ֆակուլտետների համար այս պահին որևէ դիմորդ չի հայտագրվել։ Մի շարք այլ մասնագիտությունների համար կա ընդամենը 1 դիմորդ՝ մաթեմատիկա, մեխանիկա, մշակութաբանություն, աստվածաբանություն եւ սոցիոլոգիա։ Մինչդեռ իրավագիտության ֆակուլտետում արդեն գրանցվել է 123 դիմորդ, նախատեսված 140 տեղի դիմաց։ Նման պատկեր է նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ մի շարք տեխնիկական ուղղություններով քիմիական տեխնոլոգիա, ավտոմատացում, մետալուրգիա եւ այլ մասնագիտություններ դեռևս հայտագրված դիմորդներ չկան։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրավիճակը համեմատաբար կայուն է։ Բոլոր ֆակուլտետներում կան դիմորդներ, սակայն բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտության համար գրանցվել ընդամենը 4 դիմորդ։ Վերջին տարիների պատկերը փաստում է այն մասին, որ շրջանավարտները դարձել են ավելի պրագմատիկ, շեշտում է կրթության ոլորտի փորձագետն ու հավելում. ապագա ուսանողները լավ ծանոթ են թե ավարտելուց հետո որտեղ կարող են հեշտությամբ աշխատանք գտնել ու հարմարվում են աշխատաշուկայի պահանջներին։ Գնահատման թեստավորման կենտրոնից հայտնում են, որ անբարենպաստ պատկեր է նաև պետական մանկավարժական համալսարանում, որտեղ մի շարք մասնագիտություններ, տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն, լրագրություն, մշակութաբանություն եւ այլ ուղղություններ առայժմ չեն գրավել դիմորդների ուշադրությունը։ Նույն միտումն է նկատվում նաև Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Լեզվաբանական ու մանկավարժական մի շարք ծրագրերի համար առաջին հայտեր չեն ստացվել։ Պետությունը պետք է խրախուսի, որպեսզի բուհերը ուղղակի կապ ունենան գործատուների հետ։ Մասնագիտություններով սկսեն դիմորդներին գրավել, որոնց նրանք հետո կարողանում են առաջարկել աշխատանք կապված գործատուների հետ։ Մինչդեռ մեր բուհերը իրենց կառավարման խորհրդում 1-2 գործատու ունեն, որոնք ձևական ներկայացված են ուղղակի կառավարման խորհրդներում։ Մասնագետները օրինակ են բերում արտերկրի փորձը։ Գործատուները գալիս են, առաջին, երկրորդ կուրսի ուսանողների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում եւ ուսման հետ զուգահեռ աշխատանք առաջարկում։ Հիշեցնենք, որ հայտագրման վերջնաժամկետը մայիսի 10-ն է։ Մասնագետները նշում են, թվերը դեռ կարող են փոխվել, սակայն ընդհանուր պատկերը արդեն ակնհայտ է։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։